Ողջույն բարեկամներ։ Այսօր ինքնաճանաչում ֆորմատով վերջապես կզրուցենք ազգաբան, էաբան Ալեքսանդր Վարպետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Վարպետյան։ Բարեձեզ։ Ես ասեցի վերջապես, որովհետև մոտ 1 տարի ավել մեր զրույցը չէր ստացվում։ Ա, Ո՞նց եք հիմա զգում ձեզ։ Նորմալ, Փառք Աստծո, ամեն ինչ երևում անցել է արդեն։ Դե լավ, փառք Աստծո։ Պարոն Վարպետյան, ես էլ վստահ եմ, որ դուք ուշի ուշով հետևում եք, թե ինչ փոփոխությունների մեջ է գտնվում մեր ազգը եւ ընդհանրապես ինչ փոփոխություններ են նաեւ պարտադրում մեր ազգին ու նաեւ գոյութենաբանական ինչ մենք հիմա կարծես թե կռվի մեջ ենք։ Դուք ինչ եք տեսնում կողքից, որպես ազգաբան էաբան։ Դե ես այդ բոլորը տեսնում եմ ավելի խորը եւ լավատես չեմ։ Լավատես չեք։ Մենք ռեսուրս չունենք դիմադրելու։ Այնպիսի վիճակում ենք, որ այսօր դե, անկումային ծանր վիճակում ենք, ինչ որ կատարվում է, ուղղակի վախենալու էր։ Վաղուց համակ ստանում ենք, հատկապես ես, որ կարող ենք հասնել այդ վիճակին, հիմա հասել ենք։ Սովորաբար ինչ է լինում այդ վիճակին։ Սա օրգանիզմի կանադեք վախճանն է, թե ինչ որ միջոցներ կա ամեն դեպքում։ Դեթիս հետ նայենք մեր անցավ 40 տարիների, ես այսպես եմ համարում, 35-ը 90 թվականից, են հինգնել մինչև Սփյուռքի հետ հաշված, ամենա հուսադական վիճակում են, ինչից ես վախենում էի միշտ։ Ես հենց սրանից էի վախենում, որ Ոնց ոնց մենք ոչ մի կբնորոշ։ հեռանկար չունենանք, ոչ մի տեսլական չունենանք, Հմ, սա Այսինքն վտանգը նրանում եք տեսնում, որ հեռանկար չկա, տեսլական չկա։ այդ process-ները, որ կատարում են, տանում է կործանման միանշանակադա։ Չեմ ուզում ես այս ճիշտ ասած հուսահատեցնել շատերին, բայց չեմ էլ ուզում խაფել էլ 5-ին ջերմիշներին են։ Պայմանավորվում ենք, ոչ մեկին չենք խափում ու սա տեսնելու խնդիր չկա։ Ես էլ միշտ անկեղծ եմ եղել ու փորձում անկեղծել լինել։ Մեզ ընդհանրապես վերլուծությունն է պետք, որպեսզի մենք հասկանանք ճիշտ, եթե ճիշտ կանխորոշում կա, գուցեև բուժելն էլ հնարավոր լինի։ Ոնց եք դուք բնորոշում այդ վիճակը, որը մտածում եք շատ մտահոգիչ է։ Եթե մենք ուղղակի 4 իշխանությունները դնենք իրար կողքի, խուսափելով էլի քաղաքականությունից, մենք անկումը բացահայտորեն տեսնում ենք, ամեն անգամ սպասում ենք, որ կգա որևէ մեկը, որևէ մեկը չկա ու չի էլ գալու, ըստիս, Ուհու։ այսպես անենք։ Արթուր Շոպենհաուերը մի շատ գեղեցիկ ձևակերպում ունի, ուրեմն սովորական մարդիկ մտածում են անձերով, Ուհու։ մի քիչ ավելի խելոքներ մտածում են երևույթներով, ավելի խելոքները մտածում են գաղափարներով։ Այսինքն, եթե մենք սկսենք ասենք, այս որ գնաց միշտ կգա ավելի լավ կլինի կամ անձերը եկել են գնացել են, ոչ մի լավ բան չի գրանցվել։ Մենք որ սպասում ենք գաղափարի հետ կապես էության հետ կապված, ես միշտ այդ տեսակ եմ նայում process-ը, գործընթացը, կազգային այդ գործընթացը հիմնականում կանգնել է, որովհետև ոչինչ չի կատարվել միջև հիմա եւ չի էլ կատարվելու շանս էլ չկա։ Որտեվ գաղափարի մասին որ մենք խոսել ենք ահագին, մի քիչ էլ այսօր կխոսենք, գաղափար չկա, տեսլական չկա։ Այսօրով վաղով ապրում ենք, լավ, ցանկացանք որ չմտնենք պատերազմական բաների մեջ, բայց դա
Կա ու կլինի է, դեռ շատ էլ կլինի։ Դες բանը շատ կլինի։ Դրա վրա չկանգնենք, որտեղ նախատեսվում էր համենայն դեպս ես եւ էություն նախատեսում էր, որ ինչ էլ որ կատարվեց, ազգը պիտի կարողանա ապրել եւ հարատևել։ Այսինքն ծանր մի հատ բան էր դրված։ Բայց չի մնացել։ Ազգ ոնց որ չկա, ոնց որ շշմելու բանը թե ինչպես է տեղի ունեցավ, ես կարծում եմ ինքն իրեն տեղի չի ունեցել, մաղեցին, որ այսպես լինի, ովքեր թողնա առանձին թեման, ով կհասկանա, բայց համատում եմ, երբ որ եղավ անկախության շարժումը Ղարաբաղյան, այսպես ասած սկսած, մենք սպասում ենք, որ նոր գաղափարներ կգան, հավյուն կա, որտեղ ինչ որ բան տեղս կատարվում էր, մինչ փլուզումը։ Ինչ-որ բան կատարվում էր հատկապես հայագիտության մեջ, որոններ բացահայտ էին, առատներն էլ էին բացահայտ։ Հետո սպասում ենք, որ լավ ժամանակներ կգան, բայց մենք լավ տեսանք, որ ժամանակները չեկան։ Եթե ուղղակի մի քիչ ավելի պարզ նամ ասել, պարզեց խորհրդային միությունը աշխատում էր այլ կերպ, նա գտնում էր վարկավոր է հասարակությանը դաստիարակել, հիմա ինչ ձևի կոմունիստական, եսիմի, բայց հարկավոր է նրան ինտելեկտը, կրթությունը բերել դա կար։ Հիմա բնավ չեն անում դա, ընդհակառակը։ Ասում մնացեք ավելի վատ։ Դուք որ խելոքանում եք, ձեզ կառավարել չի լինում։ Պահանջներ եք ներկայացնում, ինչ որ ինչ, դուք ավելի լավ են, որ պիտի ղեկավարենք մենք, ընդհանրապես չմտածի։ Մենակ մեր հետ չի։ Աշխարհում կատարվում էր եւ հավատամքային շրջանակներում եւ գիտական հավատակային շրջանակներում կարդացել եմ, լսել եմ, որ նախորդ Հռոմի Պապը ասում էր, որ ինչ որ բան պետք է փոխել, Աստվածաշունչը հնացին է։ Դրանց շուրջել վեճ գնաց, դա ով ասել։ Բայց կար Դալայ Լաման, որ ասեց, որ կրոնները այլևս իրենց սպառել են։ Հարկավոր է կարևորել կրթությունը։ Շատ դիբուկ ու շատ համարձակ ասված մի բան էր։ Բայց ինչ ենք հասկանում, մենք կրթության ինչով ենք կրթում։ Երկու բան նկատի առնենք։ Խորհրդային ժամանակ կրթությունը տալիս են ավելի ընդհանուր, այն հեռանկարը, որ անհատները իրենք կխորացնեն ամեն մեկը ըստ իր կարողության։ Բայց տալիս են ընդհանուր, դեռ գաղափարախոսություն կար։ Արևմուտքը լրիվ ընդհակառակն էր անում, չուներ այդպես տեսլական հատուկ։ Ես խոսում եմ երկու տեսակ, այն իմ փորձներ, կենսափորձներ Խորհրդային Հայաստանում եւ հետո արդեն 40 քանի տարի Սփյուռքում արևմուտքում, այսպես ասեմ, Սփյուռքը երկրորդական է այստեղ։ Առավելությունը ես տեսնում էի, որ ժամանակին, երբ որ մենք փիլիսոփայություն էինք անցնում, ես բողոքում էի, ասում ես ճարտարապետ դառնալու, մենք ինչու եք մեր գլխին լցնում փիլիսոփայությունը, դիալեկտիկան, եսիմինչ։ Ճիշտ ասած, սխալ է, որտեղ հետո ինչի, որ ես հասա, դիալեկտիկայի շնորհիվ է, դիալեկտիկան ոչ Մարքսն է ստեղծել, ոչ Լենինը։ Դիալեկտիկան հին անտիշրջանի թեկող մտածելակերպ է։ Դիալեկտիկա երկխոսություն է նշանակում։ Եվ դա իմ առավելությունն էր, այն ժամանակ սովետիկոսները արևմուտքում վախելով են նայում, որ սրանք շատ խելոք մարդիկ են եւ այլն։ Ինչ որ առավելություն կար, այո, եւ հետաքրքիր են գնալով, որ ես հիշում եմ, որ ով ուզում էր հանդիպել, հարցեր ուներ տալ, ուղղակի տնտղել ինչ էր մեր առավելությունը հոմոսովետիկուսի։ Մենք քաղաքականություն չենք անում, մենք խոսում ենք հիմա դիալեկտիկայից։
Ընթացքում ես նկատեցի, որ արևմուտքը ընթացքում շաշուտ ձեռք բերեց կարևոր դիտարկումները, խորապես չնայած չկա այնպես ավելի գլոբալ տեսանկյուն, բայց փիլիսոփայության տեղը կրթության մեջ անչափ մեծ է։ Չգիտեմ Ամերիկայում ինչպես ճիշտ ես շատ դիացած եմ ամերիկյան կրթությամբ։ Ֆրանսիայում օրինակ փիլիսոփայությունը այդ բակալավրի առաջին կարևոր քննությունն է։ Թե ինչ են քննարկում, կյանքային հարցեր։ Այս հարցերը մարզում են մտածողությունը։ Ամենակարևորը մտածելու, անալիզ անելու, հա, քննադատելու, քննադատական մտածելակերպ ունենալու հասնացն է կարևոր։ Այո, Հիմնական այո։ այո, բայց դա էլ այդքանը սահմանափակում է, որովհետև այդ ընդհանուր տեսությունը չկա։ Շատ հետաքրքիր է, մենք արդեն մոտենում ենք հարցին։ Ես փնտրում էի մի բան, մենք անդադ կրկնում ենք, ընթերցելիությունը ստեղծվեց 90 թվականին, արդեն 35 տարի է։ Կյանքը ունի արդյոք որևէ իմաստ։ Դեզերք ունի արդյոք որևէ իմաստ։ Ասել չէ, ասել հա, այո, կարող ենք գաղափարներ առաջ տանել։ Այդ ուղղությամբ իհարկե տիեզերագիտությունը շատ բան պետք է տար, մարդու տվել է ու տալիս է, շարունակում է տալ։ Ունի տիեզերքը որևէ ծրագիր։ Բաժնում են, որ ունի, տիեզերքը ծրագիր ունի։ Հետևել է տիեզերքի ծրագրի նշանակում է այդ արդեն ճշմարտության հետևել։ Ես նիվանքի ասեմ, էությունը անգամ բարդ հասկացողություն է դժվար բացատրելի, ֆիլիսոփայերն ասում են պես, էությունները երևակվում են ընդհանրացմամբ և վերացարկմամբ, տուն տներ, կոնկրետ, ես ինչի տուն չի ասում, հարցը տալիս է տուն, իսկ ինչ բան է տունը, հետո տուներն են գալիս, եթե մի հատ գտանք ինչ բան է տուն, ինչի է ծառայում, նրա ֆունկցիան կամ եսի մեջ, բնակելի տեղ այսպես անվանելով, սկսելով քարանձավներից, մենք գտնում ենք, որ իհարկե էվոլյուցիա կա, մտքի մեջ շարժում է առաջ և այդտեղ գտնվում են ասեցի էությունները ինչպես են պարզվում։ Էություն միաբանություն, այսինքն էություն հասկացողություն, էություն էիզմը, եթե շատ տեսնենք բարդագնում, մենք փորձենք պարզացնել համենայն դեպս մնալով Ես հույս ունեմ հիմա կամփոփեմ, եթե դուք վերջացնեք ձեր նախադասությունը։ շատ լավ։ Ուրեմն, դա էինք ասում, որ հարկավոր է ընդհանրացնել ու վերացարկել։ Այն ինչ որ արել է էությունը, համարձակորեն ասում են, ոչ մեկը չի արել։ Դա էության վերաբերյալ ամբողջ պատկերացումները, որ եղել են գիծը հավատամքային համակարգերից, անտիկ փիլիսոփայությունից, դասական փիլիսոփայությունից, մինչև ժամանակակից դիեզերագիտություն կամ եսի մեջ, ով ինչ որ ասել է, հարկավոր է բոլորը ընդհանրացնել ու վերացարկել մեկ բան։ Ինչպես են բոլորը խոսում են էությունից, այսինքն, հենց առաջի մտքի զարգացումից մարդու նա տարբերել երկու բան, երևույթ, այն ինչ որ տեսնում է, հետո ամբողջ մի չերևացող մաս անվանել է էություն։ Փորձեմ ամփոփել, եթե դեմ չեք։ Ու ասենք մեր հիմնական խնդիր։ Էությունը այդ ամբողջ տիեզերական ծրագրերին եւ տրամաբանությանը հետևելու մեջ է, երբ որ դու կարողանում հարմոնիկ հետ շարժվես։ Ես հավատացեք ոչ այդ բնորոշությամբ, բայց ամբողջ այդ հաղորդումները, որ ես հիմնականում անում եմ, հենց դրա շուրջ է, որ այդ պահից հենց մարդը սկսում է էությանը իրական որ ամբողջ տրամաբանության մեջ շարժվելու կուլտուրայի եւ հարմոնիայի մեջ է։ Հենց սկսում է դա խախտել, գնալ այլ ուղղությամբ, սկսում են պատերազմները, սկսում են ողբերգությունները, սկսում են կատակլիզմները, եւ
այդ էությունից, ասկի տիեզերական օրինաչափություններից եւ օրենքներից զուտ ամեն ինչ դատապարտված է կործանման։ Այո, այո, դրա համար ասի, եթե որ խոսենք այսօր վարիչակից կամ էսի մի եղել են, այդ վարիչակներ ևելի կլինեն։ Հիմա գանք մեր այս վիճակին հասկանանք։ Մենք երբ ենք բանը շեղվել հենց այդ մեր ազգային այդ տիեզերական ծրագրից, տրամաբանությունից եւ արժեքային համակարգից։ Երբ ենք շեղվել, որ այսքան անվերադարձ ըստ ձեզ փաստորեն շեղվել ենք, որ ապագա չկա ուղղակի չի երևում։ Դա եղել է շատ վաղուց կամաց, երբ այսպեսի բան է տեղի ունեցել, այսինքն անտիկ հունական մշակույթը եւ փիլիսոփայություն դրա հետ զբաղեցրեց կարևոր դեր, առաջընթացեր, մեծ առաջընթացեր եւ մեր մտածողները ավելի շատ հետևեցին այդ առաջընթացին հունական անտիկ փիլիսոփայությանը։ Այդպես է, որ ինչքան ասում ենք Դավիթան հաղթ կամ Եսեմիչ, բոլորը կրկնում են հունական փիլիսոփայությունը։ Մոռանալով, որ ամենայն դեպս հունական փիլիսոփայությունը ամբողջովին հենված է հայկական աշխարհայացքի վրա։ Ես չեմ վախենում այդ ասելով հայկական։ Ես այդ եմ ուզում ասել, առանձին վերցած հունական անտիկ փիլիսոփայություն չի կարող լինել, եթե դա համամարտկային չի։ Ու եթե Դավիթ անհաղթ կրկնում է, դա չի կրկնում, որովհետև ինքը կարդացել էր Արիստոտելին։ Ինքը ուղղակի նույն տրամաբանության մեջ է գործում, ոնց որ Կոնֆուցիոսն ու Նժդեհը։ Իրանք չէին կարող տրամաբանությունից, էությունից դուրս ճշմարտություններ ասել։ Ոնց որ Այո, այս էության մեջ խոսած, պարզվում է, հոպ, այս միտքը արդեն ասել է, չգիտեմ, Նիցշեն է ասել, այնտեղ Սենեկան է ասել, Արիստոտելն է ասել, Դավիթ անհաղթն է ասել, մի խտար գոշնագրել։ Հա, ոնց եթե դու գալիս եք մտնում եք այդ բազայի մեջ, պարզվում է մեկը մեկին փող լրացնելով նույնիսկ կարող է կրկնի։ այսպես է, համարենք դա համամարտկային մտածողություն։ Այ հենց ձեր ասած տիեզերական օրենքների տրամաբանության մեջ, օրինաչափությունների Այո, մեջ ճշմարտություններ են դրանք։ այո, ինչքան տրված է մարտարարատին մեզ, որովհետև մենք հələ շարունակելու ենք, աշխարհն է շարունակելու է, այս կոնֆլիկտով չի վերջանալու, այդպես չի։ Կոնֆլիկտներ եղել են, ավելի ծանր են եղել, էլի կարող են լինել, բայց ամեն դեպս մոլորակը ենթարկվում է տիեզերական օրինաչափությունների։ Հիմա մենք երևի կգանք մի կարևոր բանի, ես վարվել եմ հենց այդ տեսակ, այսինքն ընդհանրացրել եմ, փորձել եմ ընդհանրացնել այդքան մտածողություն, այն երևույթի եւ էությունների մեջ, ով ինչ է ասել էությունների մասին։ Ասում եմ, որ բոլորն էլ մտածել են ճշմարտության, բայց քանի որ էությունը այդքան բարդ բան է, խորը բան է, դրանք այդ ամբողջ էլ ճիշտ են եղել իրենց տեսանկյունից։ Նույնը քրիստոնեության մեջ, հա, ես գտնում եմ, որ քրիստոնեության մեջ շատ տիեզերական բաներ կան։ Կարող ենք ասել, որ մարդիկ լավ պատկերացին են, ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը։ Շատ համարցակ բան է ասեմ Քրիստոսը։ Իմ մեջոցով կգնաք դեպի Հայր Աստված։ Անդադ Քրիստոսը խոսում է Հայր Աստծոց, բայց եկեղեցուն դրանում չեն տալիս։ Չեն ասում, այ Քրիստոսն ասել է Հայր Աստվածը, Հայր Աստված։ Ինձ ուղարկել է Հայր Աստվածը, որ ես ճշմարտություն վկայեմ, այնպես ծանր խոսքեր են, որ այդ Հայր Աստծուն մոռացել են, լերի մոռացել են։ Իրականում բավական է, որ մի քիչ խորան այդ Հայր Աստվածը էությունն է, գերեություն է պես անվանենք։ Տիեզերքի ամենակարևոր խորիմաստ հասկացողությունն է։ Մենք այս ժամանակ պետք է դուրս գանք կրոնական բաներից, բայց Քրիստոսի այդ ներկայացման մեջ մեծ ճշմարտություններ կա։ Դա ուղղակի ամեն մեկը ու տա մի ձևա պատկերացնում ինչ է նշանակում Հայր Աստված։ Այն ժամանակվա պրիմիտիվ մարդու համար այդ Հայր Աստվածը անպայման պետք է մարդանման լիներ, որպեսզի իր պատկերացումների մեջ ինքը կարողանար տեղավորվել, դեմք ունենար, ձեռ ունենար, մաս ունենար, բայց այդ Հայր Աստվածը ինքը երևույթի մասին է։
շատ ավելի։ Այնքան էլ չէ, որտեղ արդեն ուրիշ բան է, էությունը իսկական ճշմարտությունը ինչ է, եւ ուրիշ բան է մենք ինչքան ենք հասկանում, կամ մարդիկ ինչքան են հասկացել։ Աստված մարդուն ստեղծել է իր դեմքով, սխալ է, դες բան չկա։ Աստված է մարդուն ստեղծել է իր էությամբ։ Մհմ, Մենք փոքրիկ էություններ են, որ ուզում ենք հասնել միանալ այդ մեծ էությանը, որ Քրիստոսը ներկայացնում է քրիստոնյաները, ժամանակ այդպես էր հայր Աստված են ներկայացնում։ Այս դա մնացել է հայ եկեղեցում շատ ամուր նստած։ Ուրեմն, եթե մենք խոսում ենք ուրեմն այդ ամբողջ անցած ճանապարհը էության վերաբերյալ մոտենում ենք իհարկե օրինաչափություններ կա, իսկ մոտենում ենք տեզերագիտությանը։ Տեզերագիտությունը մի դարում շատ մեծ թռիչք արեց, որտեղ ինքը տեզերագիտությունը աստղաֆիզիկան կամ էսի նրանք առաջ գնացին, տեսանկյուններ կան, տեսակետներ կան, տեզերքը ինչից է առաջացել, ինչպես կվերջանա, էլի մենք գտնում ենք ինչպես կվերջանա, Քրիստոս միտեղ հարցնում են Քրիստոսին, մենք գիտենք ինչով է վերջանալ ուր են գնում, նա պատասխանում է, իսկ դու գիտեք որտեղից է սկսել։ Երբ որ կիմանաք այնտեղ էլ պիտի վերջանալ։ Մենք դա անեցինք էության մեջ, եզմի մեջ բաբախող դեզերքի մոդել, փաբում բացում է, կրկնվում է անընդհատ ինքը ռիթմեր ունի։ Ինչպես ամեն ինչի մեջ ռիթմը կա։ Տեզերքի հետօրինաբացությունը այն ինչի մեջ կա, գիշեր ցերեկ կամ էսի մեջ։ չի գնա, եւ չի գնա։ Հա, ես ուրեմն հիմա ես առիթ գնեմ, ես մի շատ կարևոր բան պիտի ասեմ եւ դրա շուրջ մենք խոսենք։ Ուրեմն կարծում ենք դե հիմա այնքան խելոք ենք, որ ասենք չեն կարող ամեն ինչ իմանալ։ Ինչքան որ մեզ տրված է կռայել, ինչքան որ մենք հասում ենք, բայց էվոլյուցիան մարդու մեջ գնում է եւ այդ տեսությունը կա, որ մարդիկ զարգանում են, գնալու են դեպի բարձր, նա ճանաչում բան ասելով են, ճանաչիր ինքդ քեզ եւ ես իմիջ, դրանք են որ գրված էր Ապոլոնի տաճարի վրա շեմին, դրանք մեծ կռավներ են։ Ուրեմն ինքնաճանաչում այստեղ ասի, ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը, Քրիստոս ես խոսքերը շատ լուրջ է։ Իմ միջոցով դեպի իմ հայր կգնաք։ Բաներ կա, Աստվածաշունչ չեմ ասում եմ ավետարանների մեջ, ավետարանն ու Աստվածաշունչ տարբեր բաներ են։ Աստվածաշունչի ավետարանների մեջ կան շատ մեծ ճշմարտություններ, հատկապես բանի ավետարանը Մուրաձյանը դու գազեք չորզից ամենակարևորը դա է որը չի սկսում թե Եովանքանյա ձավակ ուներ, ես իմին, նա միանգամից սկսում է ի սկզբանե բանը։ Այ սկզբանե բանը։ Բանը հետ էությունն է միջալոց։ Բանը մենակ բար չի։ Մենք ամեն ինչի մեջ են բանը, հայրեն բան հուներեն լոկոս էլի շատ բազմաթիվ իմաստներ ունի։ Հիմա մենք գալիս ենք ասում ենք էություն, միջնադարում դա կրկնվել է անընդհատ, թեկուզ Դավիթ անհախտը կրկնում է ավելի շատ ինչ որ ասվել է Արիստոտելը կամ էսիմից, բայց նա չի հրաժարվում էության մասին խոսելուց։ Էությունը երբեք չի լքել հայերին։ Հարցին պատասխանը մենք երբ կորցրեցինք ինչ որ բան եւ որ կտրվեցինք էությունից։ Եվ որ բազմա որ այդ հայկական էությունը անցել է հունական, որ առաջի հիմա սկսում ենք հասկանալ։ Տարբեր գիտությունները մեզ առաջնորդում են։ Լեզվագիտությունը վերջապես տեղը դրեց, որ ամեն ինչ ցիվիլիզացիան սկսել է Հայաստանից։
Եթե ցիվիլիզացիան սկսել է Հայաստանից, ուրեմն խոսքն էլ է սկսել Հայաստանից լեզուն է։ Հնչյուրաբանության հայրենիքը հայկական լեռնաշխարհն է։ Սենց բաներ են, որ ոչ մեկը չեն կարող վիճել։ Այդտեղ վերջին է բացահայտումը, որ արեց Մաքս Պլանկի ինստիտուտը Լայպցիգում, դա էր, որ 70 համաշխարհային գիտնականներ վերջո հավաքվեցին իրար գլխի եւ հնչյուրաբանության հայրենիքը բնորանը գտան Հայաստանում։ Իհարկե, սեցին այնտեղ ուրիշները քաշքշուկ անել, բայց 80 գիտնական համաշխարհային դե միանում են։ Այնտեղ կա երկու հատ էլ գիտնական, որ դեռ այդքան չէին հասունացել, բայց հաստատեցին եւ այդտեղ ոչ մի վեճ չկա։ Հայկական լեռնաշխարհն է, որ հնչյուրաբանությունն է ապրել։ Եթե մի տեսակ բաց ամնում, չեն ասում, եթե հայկական լեռնաշխարհում են եղել հայերենի որքանով է մոտիկ, գուցե տեղ ունի հայերեն այդտեղ։ Ես համոզված եմ, որ ունի, որ տեսեք Գյոբեգլի թեփեն Պորտասարմանիվան եկան հաստատելու, որ այդտեղ եղել են հայեր։ Նախահայեր, անվանենք այսպես, որ գենետիկորեն էլ դա հաստատել, դիցաբանորեն ամեն տեսակ։ Մշակութաբանորեն ծեսերի միջոցով դուք ձեր գրքի մեջ ամեն ինչ ապացուցել եք, ես էլ գիրքը ունեմ։ Ահա, հոյակա։ Հիմա ես անում եմ մի նոր բացահայտում։ Մենք գիտենք Էյնշտեյնին։ Նրանք մեծ ուղիղներն են, որ նրանց հետ չեն վիճում։ Բայց կա մեկը, որը վաղուց ինձ հետաքրքրում է, որի անունը շատ է տրվում, հենց այդ ինստիտուտը մարդաբանության Լայպցիգի Մաքս Պլանք, գերմանացի։ Եթե Մաքս Պլանք չէր եղել, երևի Էյնշտեյն չլիներ, որտեղ նա Էյնշտեյնի հոդվածները տպեց, նա առաջ գտեց Էյնշտեյնին, ես վերջերս բացահայտեցի եւ կկարդամ, որ հնարավորինս չխախտեմ, ինչ էր ասել նա ֆրանսերեն, բայց ես հայերեն ողջ մատերիան բխում է մի ուժից եւ գոյություն ունի միայն նրա միջոցով։ Մենք պետք է ընդհանրենք, որ գոյություն ունի այս ուժի ներքո գիտակից եւ խելացի միտք։ Ես լրացնում եմ էություն։ Էություն, այս նույնի մասին հետագայում կխոսեր Էյնշտեյնը, որը կոչեն է քվանտային ֆիզիկա։ Քվանտային ֆիզիկայի հիմնադիրն է Մաքս Պլանկը։ Հաստացի։ Ուրեմն, հետաքրքիր ինչ է դառնում։ Մաքս Պլանկը Նոբելյա մրցանակ 18 տվին, Էյնշտեյնը գա ավելի ուշ, նա էլի մի քանի մրցանակներ ունի, եւ գերմանացի ազնվական է ինքը։ Եվ իր վարկն էլ ազնվական։ Ինքը ինձ առաջ է տալիս Էյնշտեյնին, բայց նա արմատական բաներ է ստացում։ Հիմա տեսեք, այստեղ է սկսում։ Հիմա ինչ է ասում Նժդեհը։ Ցեղագրությունը ցեղի ճանաչումն է, դա ճանաչում է գերտնական ուժի էության, այդ ուժ էությունից ծնված լինելու գիտակցությունն է դա, այդ ուժ էությանը ծմա հավատալին մնալու ուղն է դա, ցեղագրության հավատան։ Ցայլիսար Մաքս Պլանկի զգացմունքն է։ Ես համոզված եմ, ինչ որ բան փոխավաս դերից պատկեր։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Այսինքն մենք էլի գալիս ենք, չէ, նորմալ ամեն ինչ։ Մենք էլի գալիս ենք այն եզրակացության, որ ցանկացած ճշմարտություն դուրս է գալիս էությունից, որը բխում է տիեզերական օրինաչափությունների, տրամաբանությունների այդ ցիկլից։ Հիմա մենք երբ որ խոսում ենք, որ մեր մոտ այս վիճակը վատ է, որովհետև մենք այս առանցած 35 տարիների մեջ մեզ ոչ մեկ նոր բան չի առաջարկել, հա, վերևից։ Գուցե եթե չի առաջարկում վերևից, մենք ներքևից դա պարտադրենք։ Հենց հիմնելով ձեր ճշմարտությունը, որովհետև ունենք Նժդեհ, դուք ցիտեցիք, ունենք Դավիթ Անհախտ, դուք եք ցիտում։ Նույնիսկ Մխիթար Գոշ կարելի է կարդալ, Այո, նույն պոստուլատներով ապրել, որը էլի նույն համակարգի մեջ է գործում։
Շատ հետաքրքիր որ ամենայն դեպս էության հասկացողությունը հենց էություն անունով հայերենից է գալիս է որ ֆրանսերենի մի լավ մնացել էս է գրվում բայց է ակարտացվում Yeah. Есть ռուսերենում է մնում էլի ասվետը արմատնա Անդան կտեսնենք որ այդ ասվետը ասված որ հետո աստված բարի մեջ է մնում դա հենց ասվետն էնա իսկ զբանը էր բանը էլի էնա Հիմա ես մի երկու բան էլ ասեմ, որ դե շարունակենք, որովհետև ոչ միայն ես հասկանում եմ, որ Գարեգին Նժդե սա երևի նրան հուշել է Հայկ Ասատրյանը, որ դե մեր փիլիսոփան եւ նա տեղյակ պիտի լիներ Մաքս Պլանկի ասածից, հետո շարունակում ենք այդ ամենը տեսնել բանի մոտ մենք ունենք Դավթյան պրոֆեսոր Գեովանդերի մասին է խոսում Շումերագետ Դավթյանը։ այո շումերագետ չէ նա բան է Հովանես Դավթյան Նարեկացու Մատյանը ողբերգության հետ անդադ խոսում է գեոդաշտից նույն լեռնային դաշտի մասին է դին չէ զարմանալի չի լինում շարունակում է հարկավոր է ագի հասկանալ որ նամյոգներ այդտեղ են գնում ուրեմն այդ գեոնային դաշտից հետո խոսում է մեր Արթուր Փելեշյանը ունի իմ տեզերքը եւ այնտեղ նա խոսում է արիականությունից բան իհարկե մենք մոդիկ ենք գաղափարները բան մենք տեսնում ենք որ նորմալ չի ասում Արթուր Փելեշյանը իմ տեզերքը ասելով բայց կրկնում է ինչ որ ասվել է մինչև հիմա այսինքն ինչ որ խոսում ենք մենք որ բացահայտում ես ինձ համար Մաքս Պլանկը բացահայտում եղավ որ նա այդպես է ասել բայց չենք իմանում ոնց է հայտնվել Նժդեի մոտ այսինքն շարունակում է կրկնվել վերականգնվում է հենց վերական գիտության կողմից Մաքս Պլանկի մտով չեր ասնի որ դա հայկական էությունն է հասկացողությունն է Հիմա գանք մեր խնդիրներին, պարոն Վարդապետյան, տեսեք, մենք այսօր ականատեսն ենք նրան, որ երևի ձեր անկումային տրամադրությունը հիմնավորված է այնքանով, որ ուղղակի թվում է ներքև իջնելու տեղ չկա, ու մեզ դեռ քաշում են ներքև։ Վերևից, որ մեզ պետք է տանեին վերև, հա, ձեր ասած պետք է կրթեին, զարգացնեին մարդկանց մոտ քրիտիկական տրամաբանությունը, գիտելիքները, ոչ թե կրթություն, այլ գիտելիքները, հա։ Մենք այսօր տեսնում ենք, որ ամենացածորակ սանդղակներն է դրվում, ամենացածորակ լեքսիկոնն է ներդրվում, ամենացածորակ հարաբերություններն է ներդրվում, այսինքն այն ինչ որ պետքա ծառայել, պատկերացրեք հայ ասեմ հողը պետքա բերքտա, հողը թույն տա, հա, սենց պատկերացրեք։ Մարդը ինչով պետք է սնվի։ Գուցե ժամանակն է, որ այս մարդը ինքը հասկանա, որ այս հողի աղը ինքն է եւ դադարի սпасել վերևից տրվելուն, այսինքն եթե Աստված իր էությամբ է մարդուն ստեղծել ոչ թե իր դեմքով, այսինքն ցանկացած մարդ իր մեջ ունի հենց այդ էությունն ու մեծությունը, որ ինքը կարող է տակից պարտադրել եւ ինձ եւ ձեզ, ասենք, այս մասին խոսալու համար բոլորովին պարտադիր չի, որ մեր նախագահներն ու կամ վարչապետները դրանից խոսան։ Չէ՞ որ սա մեր նախաձեռնությունն է, սա մեր հետաքրքրության շրջանակն է։ Լրի համաձայն եմ Նելիի համաձայն եմ, բայց քանի որ վերևից ուզում են ապուշացնել այս ազգին, դե ապուշացնելուց հետո հեշտ է ղեկավարելը, Բանում են։ ման Ստալինն ասում էր, չէ, չկա մարդ չկա, չկա ազգ, չկա գլուխ կոտրելու բան չկա, էլի, ազգ չկա, ազգը վերացրեք, էլ խնդիրը դրանում է։ Ազգային խնդիր չկա։ Ինչպես Ասում չկա ազգ, չկա ազգային խնդիր։ Չկա ազգային խնդիր, իհարկե։ Այսինքն, այս լոգիկայով շարունակվում է։ Ամբողջ խնդիրը դա է, որ դա մի քիչ աշխարհում էլ է այդպես, որովհետև աստվածաշունչը սկսում է արդեն այն դերը չխաղա, Դալայ Լամային ասածները, նախորդ պապը եւ այլն, շատերը նկատում են, որ հարկավոր է
հավատամ ու ուզում է վերանորոգվի։ Ուզում է վերադառնա, ես ենթադրում եմ, որ դա պիտի լինի, անպայման պիտի լինի, Սա մենք իշխանին մենք տեսնենք, որ մեր նոր պապը, Ռոմի պապը կսկսի ակնարկներ անել, այստեղ հասկանալի է, որ ինչ որ շրջանակներ իրենց ուժը կկորցնեն արդեն, սա անպայման չի Ռուսաստանական ինչ, այսինքն իր ճանապարհ կգտնի։ Ամբողջ խնդիրը այստեղ մնում է մեծ, որ մենք որպես էթնոս մենք ամեն ինչ անենք ճշմարտությանը մոտ լինելու համար։ Հիմա այս ինչ որ մենք հիմա խոսում ենք, դրան է ծառայում։ Իմ հուսադրությունս դա է, որ դիմացինները նախ գործելու են, դրանք մեթոդոլոգիա ունեն, իսկ մեր հասարակությունը այսքան ինչ ասեմ ցածրամակարդակ չի պատկերացնում։ Ասեկոսներ են, եսիմ ինչեր են, քաղաքական գործիչներն են չեն, որ պետք է շատ լուրջ մաների մասին խոսեին, իշխանությունները չեն, դրա համար անձերով չեմ ուզում անձերի հետ կապեմ, բայց մի հատ բան կա, եթե ուժադիր հետևենք, Ղարաբաղյան շարժումից հետո այս process-ը պատրաստվում էր։ Ու պիտի բերել հասցներ այս վիճակին, որպեսզի մենք հանգարց թեմաներ չանենք, չանկախանանք, հոգևոր անկախություն ամեն ինչը, տենց, բայց մենք օրինակ բան չեմ ասում, որ պետք է մենք անկախանանք, այդպես հոգևոր անկախանալ, անկախ մտածել, այդ չի շնորհակալ, որ մենք մի դուրս գանք սրա դեմ, նրա դեմ կամ ისին ինչ։ Մարդկությունը զարգանում է իր էվոլյուցիայի ուղղությամբ, էության ուղղությամբ, որտեղ տիեզերքն է այդ ուղղությամբ գնում։ Մենք կհասնենք, չենք հասնի, այնա մենք խոսում ենք արդեն արմատական հարցերից, ամենակարևոր բաներից, որ սրա պետք է թարգմանվեն եւ կրթության մեջ, եւ մշակույթում, եւ ամեն ինչում, ընդհանրապես մեր մտածելակերպի մեջ։ Ես կարող եմ ամփոփելու համար ասել, որ եթե 35 տարի առաջ մեր զարգացումը հենց Ղարաբաղյան շարժումից սկսած, եթե գնալ դեպի վերև, հոգևոր, բարոյական, արժեքային իմաստով, այլ ոչ թե ներքև, մենք այս վիճակին չէինք հասնի։ Միանշանակ։ Ընդ որում հետաքրքիրը որն է, որ 35 տարի առաջ մենք այդ պոտենցիալը ունեինք, որովհետև մեզ թվում էր, որ իշխանության եկել են մարդիկ, որոնք իրենց կրթությամբ եւ ասած ասեմ, առնվազն գիտական աստիճաններով գոնե ունակ էին Ճիշտ է։ տանել դեպի վերև եւ արեցին ուղի հակառակը։ Ներև համաձայն։ Եվ ժողովուրդն էլ կարդում էր, լսում էր, կարդում էր ինչ որ պիտի կարդար։ Ես ինչ արեց։ Հիմա այս ամբողջ նահանջը երևում է, եւ երևում է, որ դա ձեռնատու է շատերին։ Այնքան հեշտ չի լինում։ Բայց ոչ մեզ, պարոն Ալբերտյան։ Մեզ բնավ, այն նոր բանեն ուզում հող կտա Արցախից հետո կորուստ Արցախի կամ այսին ինչ, հիմա էլ ճանապարհ են ուզում անցկացնել կամ այսին ինչ, դրանք առօրեական քաշքշուկներ են։ Պետք է, ես օրինակ այսպես եմ մտածում, եթե հանկարծ ստացվի այնպես, որ Հայաստանը լրիվ կորցնենք, բայց չի շնորհակալ, որ հետ չեն կարող բերել երբևէ։ Ունենք հրաների պարական։ Հրաները կորցրեցին հայրենիք ոտքից գլուխ, բայց չկորցրեցին իրենց հավատք։ Եվ կարողացան համանդեպս այդքան մեծ զորից հետո հայրենիք գտնել, մենք Եղեռնի հետ հայրենիք կորցրինք։ Իսկ այսքան տարբերություն կա։ Եթե մեկի հոգին առեք, մարմինը ձերն է։ Իսկ եթե դուք մենակ մարմինն է կարելի, կարը ձեր գլուխը հոգին, հոգին կանի իր գործ։ Այս տեսակ օրինաչափություններ կա, որ մենք միասին կարող ենք խոսել, երևի որոշ մեր հեռուստատեսողները կհամաձայնվեն, իրենք էլ, որտեղ դա այնքան բարձր ճշմարտություն է, որ այս է խնդիրը։ Դրա համար Մեֆիստոֆելին հոգին էր պետք, ոչ թե մարմինը։
այո, Ֆաուստի մանին իրեն չի ներպետք, եթե հոգին ինքը Ֆաուստը չեզիջե։ Դա մալն ինգել է Ֆաուստի հոգու հետևից։ Եթե հոգին առան, հոգին վերացավ արանքից, մանմինի ֆիզիկական գոյությունը արդեն դառնա բոլորովին անիմաստ։ այո, այդպես մի արեմատահայ ասացված կա, ասված մեկին հոգին մարմինը առնելուց առաջ հոգին առնում, խելքն առնում։ Ահ, Այս նույն բանը այսինքան է կրկնել, որ անգամ Սոսարսյան էր կրում, թե 60 աղոթում են իմ հոգին չառնես, քանի մարմինս թողնես էլ ես պետք է տառապեմ։ Ահ, չգիտեմ ինչքանով մեզ հաջողվեց այս շատ բարդ բայց արմատական բաների մասին խոսել։ Ես հիմա որ մի քիչ խոսեցին, կարծես biraz հույս եկա, որ մեզ կարող են լսել մարդիկ, հետո արձագանքել, որ ախր մենք էլ ենք դա հասկանում։ Ես ճիշտ ասած այս նպատակն էլ հետապնդում էին, որովհետև sense նախ ուզում եմ այն ասատեի մասին, որ դուք ասեցիք, եսի մասին, այն որ ֆրանսերենում էլ նույնը գրվում, այն ոնց է գրվում, հա։ Ես ուզում եմ մեզ լսողներին ասել, որ աշխարհում հայերենը միակ լեզուն է, Այո, որ Բիբլիան մեր մոտ հենց տենց կոչվում է ասատը շունչ, Աստվածա շունչ, ոչ մի լեզվով էության շունչը չի բնութագրվում որպես Բիբլիա, այսինքն Բիբլիան, բոլորի համար Բիբլիա, մեր մոտ ամենակ բնութագրվում, եթե բառը բացենք, էության շունչ, այդ Աստվածա շունչ, էություն դառնում Աստված, Աստվածաշունչը դառնում Աստվածաշունչ։ Հիմա ուզում ասեմ, որ մի քիչ էս մտածենք, սենք մտածելով խոսել, խոսելով մտածել, վերադառնալ մեր էությանը, բացահայտել, վերաբացահայտել մեր էությունը, անցածը, արժեքային համակարգ, արժեքը, մարդու արժեքը ֆիզիկական քաշի մեջ չի, մարդու արժեքը իր ցակումնաբանության կրած ինֆորմացիայի եւ դրա վերցանման ունակության մեջ է։ Այ եթե մի քիչ մենք sense այս բանից խաղանք, խաղանք էլի Լեգոյի նման դնենք, հավաքենք, բաժանենք, հետո բերենք միացնենք, հետո տեսնենք ոնց է առանձին, հա, լավ, թե միասին ամեն դեպքում լավ։ Գուցե մենք կարողանանք այս ամեն ինչից դուրս գալ, որովհետև եթե ի վերջո վերևից այլ բան է պարտադրվում, բա մեր դերը ո՞րն է լինելու, եթե ոչ սա։ դերական։ Այո, միակողին դա է։ Միակողին դա է, հիմա մեր խոսակցությունը ստացվեց, շատ հետաքրքիր է ունկնդիրների մոտ ինչպես գնա, կանցնի, զսնայեմ կանցնի, որտեղ սա բոլորի մոտ է, հետո մի ուրիշ բաներ կա, որ գիտությանը մեզ օգուտ է տալիս, այն իմաստով, որ մենք լեզուն հայերեն որ խոսում ենք, ես օրինակ հայերեն եմ մտածում, հայերեն եմ գրում, հայերեն եմ խոսում։ Լեզուն պահում է անցյալ բոլոր իմաստները։ Դες ଏହି մասին խոսեցինք, պարզվում է, որ ես եթե մտածում եմ ինչ-որ բանի վրա, հայերեն որ մտածում եմ, գաղափարները գալիս են, վերականգնվում է անցյալը։ Սրանք այդ մարդկային բնության լավ ստեղծված բաներից են, որ մեր մեջ չի մեռնում դա։ Հնարավոր է վերականգնել։ Մեր լեզուն մեզ Հնարավոր է, հուշում է, մեր լեզուն մեզ հուշում է բանալիները, որովհետև լեզվի մեջ այդ վանկերի մեջ նույնիսկ դա կա։ այո, Հիմա այսօր այո, որ դուք ասեցիք ֆրանսերեն են ոնց է գրվում նույն էությունը, հա, EST, հա, էդի նույն ռուսերեն yes-ն է, էդի էությունն է, լինելն է, հետո բերում ենք այդ ասատան, դնում ենք կողք կողքի, ասում ենք Տեր Աստված, արա ամեն ինչս պարզ դրածա դերներս, էլի միթե կարելի այդքան կույր լինել ու ոչ տեսնել։ Հարցը կույր լինելը չի, հարցն է, որ մենք երբեք դա խնդիր չենք դրել մեր դեմ, որպեսզի տեսնենք։ Չենք մտածել ենք ավտոպիլոտ, իներցիայով կապրենք ամեն ինչ լավ է լինելու, բայց տեսնում ենք, որ իներցիան կործանարար է մեր համար, մանավանդ մեր այո, նման համար։ այո, եթե մենք մի քիչ սկսենք այս տեսակ խոսել, մեր երկուսի մասին չի, այլ մի շրջանակ էլի մարդկանց մտածելու ընդհանրապես կրթություն ասում են անգիր պետք է չանես գիտությունը մտածել է պետք սովորել սովորացնել մտածել եթե մենք կարողանանք մի որոշ շրջանակ, ճիշտ ասած,
վստահ եմ, որ կա այս շրջանակը, մարդիկ մտածում են եւ այս ընթացքով շատերը ունեն գաղափարներ ու իրանց մոտ էլ հիմա բորբոքվեց շատ գաղափարներ այս թեմաների շուրջ, որտեղ մեր գիտակցությունից վերև ճշմարտություններ կան, դա հոգեբանություն է կոչում, որը ղեկավարում է մարդու։ Մի խոսքով, այդ ժամանակ օրինակ իմ տրամադրությունը սփոխվեց, այսպես չի սկսել մեր Այո, խոսել։ այդքան հայտոնել ձեր մոտ ավելի անկումա եւ հուսահատ է վիճակը տրամադրությունը, քան հիմա։ Մեր խոսակցության մեջ ոնց որ թե բանալիներ է բացվում եւ ուղիներ է բացվում։ Հենց այդպես, հենց այդպես, այո։ Բան կա, անգլերեն ասում են there is a will, there is a way։ Եթե բանը կամքը կա, նպատակը կա, ճանապարհները անպայման կգտնվի էլի։ Բոլորը ճշմարտությունից դուրս եկող խոսքեր են, այդպես։ Այո, Դա ասում ենք համամարտկային իմաստություն, այդպես ասենք։ այտենց էլ ասել ի սկզբանե մենք։ Մենք դա էլ Այո, այո, սկզբում Պլատոնը չէր կարող Մարսի վրայից հորինել ստեղծել այդ բանը ճշմարտություն, որը գոյություն ունի, որը համամարտկային չէր։ հենց այդպես։ Ուրեմն մենք մոտ մնանք այդ համամարտկային օրինաչափություններին տեզերական, օգտվելով որ մեր նախնիները արդեն դա սկսել էին եւ դա մեր մոտ գենետիկորեն կա գրանցված, դա հեշտ է արտացնել, անգամ երեխաների մոտ։ Մեծ գաղափար ունենք, որ դա դնենք դպրոցում, հնարավոր է դնել դպրոցում, որպեսի երեխային չբարձրացնել, բայց երեխային ուղղակի հուշել, ինչպես մտածել, ինչպես կապեր ստեղծել տարբեր գիտությունների մեջ։ Օրինակ ֆիզիկա գնում է թվաբանություն է անցնում, ֆիզմատ, թե պես կա, ասենք ֆիզիկա եւ մաթեմատիկա։ Բայց այսօր կա կենսաբանություն, կենսաբան երաժշտություն օրինակ, մաթեմատիկան երաժշտության մեջ, բաները կան։ Դրանք եթե դե համակարգվի դրվի դպրոցի ծրագրի մեջ, այդ կլինի փրկություն, որ նույնիսկ երկրաշարժ լինի, չգիտեմ ինչ լինի, ամենակարևոր կմնա, որովհետև այսպես թե այնպես ստեջեր կպետք է վերադառնա իր էությանը, սկզբնակետին կամ ისინი ինչպես կասեն։ Որ եթե չվերադարձավ, դա արդեն քաոսն ու կործանումն է։ Բայց այսպես է խնդիրը, շատ ավելի պարզ է։ Ինչ որ մենք խոսում ենք, մնում է տեզերքում։ Մենք որ չլենք այդ խոսակցություններ մնում են դեզերքում, որտեղ Գրվեց, վերացնում են։ արդեն գրվեց, արդեն գրվեց։ Այո, ուրեմն այսպես է ֆիզիկայի օրենքները բերենք, ֆիզիկայից անցնենք էության։ Կա նյութ, որին հաջորդում է էներգիա։ Էներգիային հաջորդում է ինֆորմացիա։ Այս ուղղությամբ նոմել ամրցանակագիրներ եւ այլն շատ բան են ասել միջակայք։ Ուրեմն էներգիան ամենակոպիտ տեսակ արտահայտությունն է, էներգիան եմ ասում, նյութը։ Եվ ամեն մի դարաշրջան նենց էլ եղել է, հա, անտիկ բանակ անգլիական ինդուստրիալ դարաշրջանը հենց մատերիալիստական մտածողություններ, նյութներ առաջինը։ Հետո եղավ էներգետիկ դարաշրջան իր ատոմային ռումբով, այսինքն ինչ։ Հիմա ինֆորմացիայի դարաշրջան է։ Ամեն ինչ ինֆորմացիա է, բանակ, եսիմի, բայց հետո կա էությունների դարաշրջան, որ պիտի գա, երբ որ մարդիկ պիտի ասեն, մենք որ ասում են, խոսենք ըստ էության։ Խոսենք ըստ Խոսենք էության։ ըստ էության։ Դա Ես մենք կարող ասում վրայից անցնում ենք, բայց դա մեծ հասել է, որ մարդիկ փնտրել են էություն խոսակցության։ Հիմա ես կարող եմ մի պահ ձեր ընդհատել շարունակելու համար, որ սկզբից նյութն էր, նյութի շուրջ էր, հետո էներգիայի շուրջ էր, հիմա ինֆորմացիայի շուրջ է։ Պետք է ես միանգամից հիշեցի, որ բոլոր պատերազմներն էլ են դրանց համար եղել։ Պատերազմները եղել են սկզբից նյութի համար։ Հետո որ նյութը արդեն առանց էներգիայի անիմաստ է, սկսեց պատերազմները էներգակիրների համար։ Հիմա պատերազմը տեղափոխվել է այլ դաշտ, ինֆորմացիոն դաշտ, որովհետև Այո, եթե դու ինֆորմացիոն դաշտում բան չունես, ազդեցություն չունես, քո լծակները այնտեղ թույլ են, դու մնացած դաշտերը կորցնում ես։
Նույն բանը, նույն էվոլյուցիոնը ու պատերազմներն են հիմա որ նայում ենք, ելի նույն բաների համար է գնում։ Ճիշտ այդպես, բայց եւ Ամերիկան ընդունեց ինֆորմացիան որպես չորրորդ ռազմատեսակ օդային, ջրային, հողային եւ ինձ չորրորդ ասած ինֆորմացիան եւ հիմա ինֆորմացիոն պատերազմը գնում է խափեությունները կատարում են ինֆորմացիայի մակարդակով կեղծ լուրեր կամ էսի մեջ 44 օրյա պատերազմը մենք մեզ պարտադրեցին պատերազմ կապիտուլյացիա հենց ինֆորմացիոն մակարդակի վրա։ Մեզ ֆիզիկապես ոչ մեկ չի ախտել։ Մեզ պարտադրեցին ինֆորմացիոն ստորագրությունների, հայտարարությունների բանի վրա ու մենք ֆիզիկական դաշտում պարտված չլինելով մեզ ինֆորմացիոն դաշտում կապիտուլացեցին։ այո այո հա թե ինչու այս գաղափարները ինչ որ մարդկանց ձեռք չեն տալիս Բայց մենք էլ դրա համար ենք հենց որ անենք այն ինչ որ այդ մարդկանց ձեռք չեն տալի։ այո այո ճիշտ ասած սա իրար հետ կապված բան է էլի փորձություն է հա որ դնում են իրականություն դնում են մարդու առջև ասում են եթե դու հաղթահարեցիր սա դու անցար հոգի մասին որ խոսում են երհարկանի հոգին առաջին զգայական է մատերիայի հետ է կապված երկրորդը բանական է երրորդը հետաքրքիր է հա երրորդը օրինակ հոգևոր է այս երեք ասպարեզները հələ այն կողմ չի անցնում առայժմ այս երեք ասպարեզները իրականության մեջ կան արվեստներ գիտություններ կանոններ ամենակարևոր դեռ չկա այդ էությունականը չկա այս էությունականը պետք է որտեղ ինքը անդիշատ դրանով ապրել խոսել ըստ էության ոնց որ ասում են ինձ այնքան դուր է գալիս այդ չգիտեմ կա այդ ռուսերեն բառը говорите по-французски կամ Պասուցի, խոսի разговаривай по сути, բայց երբ որ ասում ես խոսիչ ըստ էության, դու չես ասում կարճ կապի, դու ասում ես խոսիչ բանը լակոնիկ, խոսիչ ըստ էության։ կարևորաբան բաների մասին խոսի մի խոսքերը ծանրաբեռնիր դադարություններով Ահա, խոսիչ ըստ էության, ֆանտաստիկ է։ Գիտեք, ես ես մտածում եմ, որ մենք կարող է հեղափոխություն չիրականացնենք, բնականաբար մեր ռեսուրսները դրա համար հերիք չի, բայց քանի որ մենք հասկանում ենք, որ այսօրվա պատերազմը ինֆորմացիոն պատերազմն է, մենք հիմա այդ դաշտում ենք, որտեղ մենք էներգետիկ դաշտում չունենք ռեսուրսներ, մատերիալ դաշտում չունենք ռեսուրսներ, մեր ռեսուրսները մնացել են այս ինֆորմացիան դաշտում։ Հիմա այն ինչ որ մենք իրականում ենք, դա երկու էտապ ունի, ես կարծում եմ, նախ գտնել համախոհների, որոնք արդեն այս ամեն ինչը, հա, տարբեր մակարդակների վրա մտածել են, ամփոփել են, գիտեին, հա, պատրաստ էին միանգամից բան ընկալելու, եւ մնացած այն տասնյակ հազարավորները, որոնք պոտենցիալ նայելու են այս ձայնագրությունը ու վերցնելու են իրենց իմացած ճշմարտությունները, փորձեն իրենց իմացած տիրույթում, գիտելիքների տիրույթում կազմել ու ստանալ այդ puzzle-ը, այդ այո պատկեր։ Ես կարծում եմ պարբերաբար պետք է ամեն դեպքում այս կարգի հարցումներ եւ զրույցներ անել։ շատ շատ է պետք շատ Համոզված եմ շատ էլ անցա ինչքան ես հետևել եմ լսարանը այսպես ասած մեր լսարանը այս գաղափարների լսարանը ես համոզվել եմ որ անցնում են այս գաղափարները հասկացողներ շատ կան Այո, աշխարհը դրանք համակարգել ու արդեն այստեղ համակարգել որ ասում են մենք գաղափարական ենք խոսում բայց գործող մարդիկ դեն կազմակերպելու համար գրանցելու համար բայց դա պետք է անել որտեղ նշանակում է ապրացնել ազգին ազգային։ Գիտեք, ես քանի անգամ եկել եմ եզրակացության, որ հիմա անհատների դարա, ոչ թե անհատներ են, որ գտնում են իշխանության ղեկին, այսօր փոխվել է իշխանության տեղը, որովհետև փոխվել է հենց ինֆորմացիոն բանը, դարը, ծանրությունները։ Եթե ասենք 20 տարի առաջ կար մի հատ հեռուստատեսություն եւ մի հոգի հաղորդավար ու մի հոգի խմբագիր, որը տալիս էր մնացած մի քանի միլիոնին ինֆորմացիա, եւ այդ մի քանի միլիոն ինֆորմացիայի սպառում նայած ըստ դրա, թե այդ խմբագիրը ոնց է մտածում,
Այսօր անհատի դերը շատ մեծացել է։ Այսօր ամեն մեկի ձեռքը կա հեռախոս, ամեն մեկը հասանելիություն ունի տարբեր տեսակի ինֆորմացիաների ու ամեն մի անհատի դերը ընդհանուր ինֆորմացիոն դաշտի մեջ, պատերազմի մեջ անհամեմատ մեծացել է։ Ես դա ֆիքսել եմ 2 տարի առաջ, երբ որ տարի կես առաջ, երբ որ Իսրայելում սկսեց պատերազմ Գազայի հետ, երբ որ աշխարհում սկսեցին պատտվել նյութեր, որը պարզվեց դուրս չի գալիս հիմնական մեծ հեռուստատեսություններին։ Այսինքն աշխարհը վերջապես սկսեց տեսնել այդ Գազայում ապրող մարդկանց իրական վիճակը, որտեղ է կոտորածները, ինչ է կատարվում իրականում։ Այսինքն այս ճեղքվեց, փոշիացավ, մանրացավ եւ ամեն մի անհատի դերը ընդհանուր զարգացման եւ ինֆորմացվածության մակարդակի վրա չափազանց բարձրացավ։ Հիմա բերենք մեր դաշտում, եթե մենք ասենք 35 տարի առաջ կարևոր էր ով է երկրի նախագահական վարչապետը եւ ինքը ինչ կրթական ծրագիր է հետապնդում եւ դրանից էր կախված ամբողջովին կրթական վիճակն ու ապագան, այսօր այո դա էլի կարևոր է, բայց դա փոխարեն առաջացել են ինֆորմացիոն նոր գործիքներ, որոնք առաջարկում են փնտրողի համար ինֆորմացիոն եւ ուսուցման նոր պլատֆորմներ, որտեղ այդ մի նախագահի եւ նույն այդ կրթական համակարգի դերը չափազանց արդեն փոքրանում է համատության մեջ։ Եթե այն ժամանակ չկար ընտրություն, հիմա արդեն կա ընտրություն։ Այնպես որ այստեղ ես կարծում եմ մեր անելիքը շատ է։ Շատ շատ, շատ շատ։ Ես ուղղակի այդքան որ խոսում էի, ինչ եմ, ես այսպես ապրել եմ ու հարտակին աշխարհի հետ կոնֆլիկտի մեջ եմ։ Ինքնիկյան հական չեմ, դուրս ոնց չեմ ասում։ Ուղղակի փախնում եմ մարդկանցից։ Նրանք անպայման իջացնում են խոսակցությունը, իմաստը, գոյության կամ իսիմից։ Էությունը Այո, չէ, չէ, խոսում ըստ էության։ այո, այո։ Այս հետո ժամանակապետ մենք զգում ենք, որ այդ ժամանակապետ վերականգնվենք, դրա համար մենուճան ենք գնում։ Ասես մեծ խոսք ասма, խելոք մարդիկ չեն փախնում շփումներից, խելոք մարդիկ փախնում են անիմաստ խոսակցություններից։ Իհարկե, իհարկե։ Ինքան հեշտ է այդ մակարդակի իջացնելը, որ Այն ինչ գալիս ենք հիմա տուն, այն ինչ որ massայական հիմա կատարվում է, հայկական մեդիա, պետական մասնավորապես մեդիան, հենց ամբողջը դրա մասին է։ Ներքև, 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 ներքև։ ստացվեց մեր խոսակցությունը, կարծում եմ։ Հիմա ինձ շնորհակալ եմ, ես էլ եմ կարծում ստացվեց։ Հիմա ինձ դուք ասեք ձեր ներքին տրամադրությունը հաղորդման սկզբի ու հիմա հետ ինչ եք զգում։ Ինչ եմ ուզում։ Ինչ եք զգում։ Ինչ եք զգում։ Հենց Ինչ ամենա եմ զգում, ես զգում եմ, որ գտնվեցի նորմալ, ինքս ինձ հետ էի խոսում, ասենք խոսում է այն աշխարհի հետ, որտեղ ես ապրում եմ։ Այդ իմ աշխարհի հետ ներդաշնակ եմ, եթե մարդիկ ավելանում են, հայտնվում են այդեն շրջապատ, մենք վարակում ենք մեկս մյուսին եւ ստեղծում ենք այն աշխարհը, որի մեջ մեր հոգին վերցնում է ինչ որ իրան պետք է, ու ինքը ակտիվանում է։ Երբ որ մենք խելոք ենք մտածում, խելոք ենք խոսում, խելոք բաներ ենք անում, ազնիվ ենք, ամիսի ինչ կամ նպատակ ունենք, վեհություն ենք փնտրում, իսի մեր կյանքը իմաստանում են, մենք այս է։ վստահ եղեք, որ մի քանի ժամից այս արդեն դառնալու է տասնյակ հազարավոր մարդկանց սեփականություն եւ ամեն մեկը կվերցնի այնտեղից այն ինչ որ իրան հասանելի է ու պետք է։ Ցած ասենք մենք ստեղծեցինք մի հատ պարարթող, որտեղ գիտեք, չէ, ամեն տեսակի բույս, բան է, հողից իր անհրաժեշտ վիտամինն է վերցնում աճելու համար, որովհետև ասենք նույն պարարթողը կարող է մի բուսատ կուլտուրայի համար բան լինի, լավ լինի, մյուսի համար ոչ այնքան։ Այսինքն, բայց որովհետև ամեն մեկը վերցնում է այն ինչ որ իրան է պետք։ Հիմա ամեն դեպքում մենք տվեցինք այն ինչ որ մենք կարող էինք, լսողներն էլ կվերցեն այն ինչ որ իրանց պետք է այս պահին կամ հետաքրքիր է։ Ավելացրել կամ ունեք, պարոն Վարդպետյան։ Ինչպես
ավելացնելու բան ունեք, կուզենեք բան ավելացնել։ Ես ուղղակի չենք կրկնելու ենք արդեն ինչ որ ասենք, ուղղակի ուզում ենք ասել, որ սա այնքան խորն է գնում, հեռու է գնում, որ մարդուն հասնում է մոտավորապես երջանկության մի զգացմունք, որ իմաստանում է գոյությունը, ավելի լայն է, խոր է եւ այլ ապրելը ոնց որ լավ չէ հիմար բանք ստացվում որ նոր լավ սնունդ առնես ինչ որ բանից համով սնունդ առնես ու գոհ լինես որ աչքի լավ բաներ կա կյանքում Ես կձևակերպեի sense, որ մարդ սկսում է մտածել ինքը մենակ չի։ հա դեր իհարկե Դե մեզ դիտողները թող իրենց կարծիքները գրեն, մենք էլ կանադառնանք, եթե հարցեր կան կպատասխանենք, հետագայում մի առավոտին հաղորդումներով կանենք։ Ամեն դեպքում ձեզ առողջություն։ շնորհակալ եմ Ձեր դեմքին արդեն ժպիտ կա, ի տարբերություն հաղորդման սկզբի, որը նշանակում է ամեն ինչ դեռ առջևում է։ Ոչ մի բան պակաս չի, կորած չի։ հարկս Լավ մնացեք։ Հաջողություն։ շնորհակալություն Հաջողություն։ Ես անյութը հետո ես կունենամ Անպայման, ոչ միայն դուք, ամ բոլորն են ունենալու, ես ես կուղարկեմ անպայման։ շնորհակալ Եղավ, հաջողություն։ հաջողություն